Բարև ձեզ, եթերում օրակարգ հաղորդաշարն է, ինչպես արդեն հայտնի է, օրերս Թեղուտում սկսվեց գործարկվել ֆաբրիկան եւ մենք շարունակում ենք Հայաստանում անխնա շահագործել մեր ընդերքը, երկրի հանքերը, թե ինչ վնասների եւ ինչ հետևանքների է բերելու այս ամենը, այսօր մենք կզրուցենք Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության ղեկավար Տիկին Նազելի Վարդանյանին։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան։ Տիկին Վարդանյան, կուզեմ ասել նախ Թեղուտի շուրջ մանավանդ աղմուկը շատ մեծ էր եւ քննարկումներ հասարակական շրջանակում ինչ կատարվեց, ինչու ի վերջո թույլ տվեց թույլտվությունը, ինչու այդ մասշտաբի անտառները սկսեցին ոչնչացվել այդ տարածաշրջանում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ բացառիկ բուսատեսակներ, ծառատեսակներ եւ նաեւ կենթանական աշխարհ կար այդտեղ։ Թեղուտի առումով շատ կարևոր էր, որ պետք է այդտեղ բաց հանք չլիներ, փակ հանքի տարբերակը պետք է աշխատեր, եթե ուզում էին գործարկեին որևէ հանք, բայց սովորաբար բիզնեսի շահերը գերադասում են եւ որպեսզի ավելի էժան լինի, դրա համար հիմնականում Հայաստանում գործարկում են բաց հանքեր։ Բաց հանքի վտանգավորությունն անում է, որ ամբողջ էկոհամակարգը վերանում է, այսինքն այդ սարը վերևից տաշելով, այդպես իջնելու են, այդ ամբողջ էկոհամակարգը անտառներով, կենթանական աշխարհով, ամեն ինչով վերանալու է եւ դրա հետ մեկտեղ փաստորեն մեծ վնաս է պատճառելու ջրային ավազանին, օդային ավազանին եւ այլն։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, որ վտանգավոր էր այդտեղ այդ հանքը գործարկելը, դա ստորգետնյա ջրավազաններ, որից օգտվում է եւ Ադրբեջանը եւ Վրաստանը, եւ այդ հանքի գործարկումից առաջ պետք է անպայման տեղեկացված լինեին մեր հարևան երկու երկրները եւ պետք է միջազգային այո, մենք կոնվենցիա ենք վավերացրել միջազգային փորձաքննության վերաբերյալ եւ փաստորեն նրանց համաձայնությունը եւ նրանց փորձաքննությունը նույնպես անհրաժեշտ էր, որպեսզի այստեղ այդ հանքը գործարկվեր։ Այս ամեն ինչը չի արվել, որովհետեւ փաստորեն այս ամբողջ այդ թունավոր ջրերը եւ ամբողջ այդ թունավոր նյութերը լցվելու են ստորգետնյա ջրավազան եւ դրանից բացի Հայաստանի բոլոր այդ մերձավոր շրջաններն են օգտվելու եւ մեր հարևան երկրները եւ դրանից մեծ աղմուկ հետագայում են դուրս գալու եւ մենք պարտավորություններ կունենանք հետագայում փոխհատուցել այդ երկրների վնասները։ Ինչ են կորցնում մենք Տիկին Վարդանյան, այդ ամբողջությունը վերջինս ծառատեսակներ են վերանում են Թեղուտի շահագործում։ Կային հազվագյուտ ծառատեսակներ եւ բուսատեսակներ, ընդհանրապես Հայաստանը Կովկասում ամենահարուստն է իր բուսատեսակներով, հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներով, Կարմիր գրքում գտնվող բուսատեսակներով եւ դրա համար ցանկացած գործունեություն, որ ծավալում են Հայաստանում, մանավանդ որ հանքարդյունաբերությանն է դա վերաբերում, պետք է առաջերտին տեսնեն, թե մեր կենսաբազմազանությանը ինչ վնաս է պատճառելու։ Բացի դրանից այդտեղ եւ կենթանական աշխարհ կար, որը կամ կոչնչանա, կամ միգրացիայի կընթարկվի, որը էլի մեր հարստությունն է։ Այո, տեղից փաստորեն ամբողջ այդ գյուղը տեղահանվեց եւ մի գյուղ փաստորեն ոչնչացավ, իսկ Պոչամբարը կառուցվել է այնպիսի մի գեղատեսիլ վայրում, որ ընդհանրապես այդ երկու գյուղերը Շնողն ու Թեղուտ գյուղի բնակիչները իրենց հանգիստն են անցկացրել եւ դա հենց փոքր գետակի վրա է եւ փաստորեն այդ ջրերն էլ նույնպես աղտոտվելու են եւ մեծ վնաս է պատճառելու մեծ գյուղ է բավականին Շնող գյուղին, բնակչության բավականին շատ են եւ մեծ վնաս է պատճառում եւ առողջությանը։ Ամբողջ այդ Լոռու, Ալավերդու այդ մերձակաշրջանները շատ աղտոտված են եւ ծանր մետաղներով եւ ռադիոակտիվ նյութերով, որովհետեւ պղինձը, ոսկին միայն մենակ հնարավոր չի առանձին հանել գետնի տակից, այլ նրա հետ դուրս են գալիս եւ ռադիոակտիվ նյութեր, սելեն եւ այլ նյութեր, ուրան, որը նույնպես ակտիվության պայմաններում փաստորեն ազդում է մարդու առողջությանը։ Այ որոշակի պայքար եղավ, հա, պայքար շատ Թեղուտի վերաբերյալ, բայց ինչ պետք է արվեր, որը կանխարգելել է այդ հանքի շահագործումը, կանգնեցնել, ինչ պետք է արվեր, որը չարվեց։ Հասարակության ակտիվությունը բավականին բարձր էր, երևի կարող եմ ասել ոչ մի այլ հանքի վերաբերյալ կամ այլ
գործնեության վերաբերյալ այդպիսի ակտիվություն չի եղել, ինչ որ եղել է Թեղուտի, բայց բացի հասարակական ակտիվությունից պետք է լինի իշխանությունների բարի կամքը, եթե իշխանությունների բարի կամքը չի լինում, ինչքան ուզում է հասարակությունը բողոքի, որևէ բանի չեն կարող հասնենք։ Բացի հասարակությունից եւ միջազգային կառույցներն էին ոտքի կանգնել եւ նրանք էլ էին իրենց ձայնը բարձրացնում, բայց որևէ արդյունք չունեցան այս առումով։ Նույնիսկ Անտառը արդեն սկսվել էր հատվել, բայց հայ անտառի ղեկավարությունը դրա մասին չգիտեր, այսինքն անտառի հատման թույլտվություն նույնիսկ տրված չէր։ Այդ հանքի գործարկումը առաջի օրվանից անօրինական սկսվել է եւ մինչեւ այսօր անօրինական շարունակվում է։ Վերջը տեսեք, եթե մենք նայում ենք Հայաստանը իր տարածքներով կարծես թե այդքան էլ հարուստ չի եւ մեծ տարածքներ չունի, հա։ Մենք քանդում ենք մեր երկիրը, հանում ենք ընդերքը եւ առողջական մեծ խնդիրներ են, խնդիրներ են ստեղծում բնակչության համար, տեսեք։ Երկար տարիներ հանքեր են շահագործվում Կապանում եւ Քաջարանում, հա։ Այդ հանքերի գործունեության ընթացքում ուսումնասիրություն եղել են, թե տվյալ հատվածում ապրող բնակչությունը ինչպիսի առողջական վնասներ է կրել եւ արդյոք դա չի նպաստի հասարակության ավելի ակտիվ պայքարին, եթե այդ տեղեկատվությունը հասցվի հասարակությանը։ Մենք մեր կազմակերպությունով ենք ուսումնասիրություն արել մի քանի տարի առաջ եւ առողջապահության նախարարությունից որոշակի տվյալներ, որովհետեւ շատ տվյալներ չեն տալիս, հիմնականում գաղտնիության քողի ներքո, բայց մեր ուսումնասիրությունները հարցումներ արեցինք բնակչությունը եւ ալավերդում ենք արել դա, հենց այդ Թեղուտի պայքարի հետ կապված էր եւ պարզվեց, որ ամեն երրորդ կինը վիժում է այդ ռեգիոնում, ամեն երրորդ, չորրորդ երեխան ունի արատներ կամ բնածին հիվանդություններ, բավականին ծանր, այդտեղ թթվային անձրևներ են մշտակպես գալիս ու եթե սինթետիկ շորով դուրս ես գալիս անձրևի տակ ես ընկնում, լրիվ քրքրվում է, մենք նույնիսկ ականատես ենք եղել, թե դա ինչ է նշանակում ու այդ թունավոր նյութերի արտանետումները ու մոտ 80 անգամ գերազանցում են թույլատրելի նորմաները։ Դա սարսափելի բան է, այսինքն մարդու օրգանիզմը այդ հնարավորությունը չունի, որ ադապտացվի այդ պայմաններին ու պարզակ ունենա ցանկացած հիվանդություն, բայց քանի որ այդ հիվանդության եւ այդ ոչ բարենպաստ ազդեցության կապը միշտ չի հնարավոր ապացուցել, դրա համար մարդիկ այդ հնարավորությունից են զրկվել, որպեսզի դիմեն դատարան եւ իրենց վնասը պահանջեն հենց այդ հանքարդյունահանողներից։ Իմ Վարդանը վերջերս մի ասես հետաքրքիր որոշում կա, ասես բնապահպանության նախարարությունը մերժեց Megogold ընկերությանը հանք շահագործել Մելիք գյուղի մոտակայքում Թուխմանուկում։ Ձեր կարծիքով ինչ է դրսել կապված արդյոք իշխանությունները որևէ նման ծրագիր կսարեցնեն եւ կդադարեցնեն հանքերի շահագործումը։ Ես չեմ կարող ասել ինչ է դա կապված։ Գոնե նոր հանքեր չստեղծեն։ Այդ Թուխմանուկը արդեն տարիներ շարունակ գործարկվում էր եւ դիմել էր, որպեսզի լիցենզիա ստանա երրորդ Պոչամբարի եւ ստացել էր երրորդ Պոչամբարի լիցենզիա։ Հիմա արդեն այստեղ հարց է առաջանում, եթե չեն տվել թույլտվություն, այսինքն փորձաքննություն չի անցել հանքի վերաբերյալ, էլ Պոչամբարը ինչի է պետք, եթե հանքը չի շահագործվելու, արդեն Պոչամբարի լիցենզիայի երևի դադարման հարցը պետք է բարձրացվի։ Այդտեղ մենք մի ամիս առաջ եմ ես եղել Մելիք գյուղում եւ բնակչությունը մի սարսափելի պատմություններ էր պատմում, որ մանկահասակ երեխաների մոտ ինչ հիվանդություններ կան, նույնիսկ ձեռքերի մեջ դեղին այդ լաքաները, որ ծանր մետաղների եւ թթուների գերազանցումն է ցույց տալիս, որ մի քանի տարի անընդհատ անասունը չի ծնում, այսինքն դա արդեն իր հետևանքներ ունեցել է, բացի այդ դա Պոչամբարները շատ անորակ են կառուցվել եւ այդ ամբողջ թունավոր ջուրը լցվում է արտերը եւ դաշտերը եւ դրանով ջրում են եւ անասունն է այդ ջրից օգտվում եւ իրենց այգիներն են ջրում գյուղացիները, փաստորեն այդ մթերքը մենք էլ ենք օգտվում, այդ մթերքից մենք էլ ենք օգտվում եւ մեր վրա Այսինքն դա այնպես չէ որ տեղային դա տեղային չի, դա տարածվում է, բացի դրանից այդ ռեգիոնի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում եւ ամբողջ այդ արոտավայրերը աղտոտված են եւ
այդ նույն կաթը մենք օգտագործում ենք, այսինքն դա ամբողջ Հայաստանի բնակչությանն է վնասում, ել չեմ ասում, որ տեղի բնակչությունը միակ ապրուստի միջոցը հենց այդ անասնապահությունն է եւ կարտոֆիլի արտադրությունն է, որ փաստորեն լրիվ աղտոտված է։ Բայց բնակչությունը ինքը չի պայքարում այդ հանքերի դեմ կարծես։ Բնակչությունը կան տեղեր, որ պայքարում են, օրինակ Մելի գյուղում ամբողջ գյուղը դուրս էր եկել ու շատ մեծ բողոքի ակցիա էր, որ դեմ էին, որ այդ լիցենզիան տրվի, բացի դա միջև այդ էլ ես ուսումնասիրել եմ, բոլոր այդ թույլտվությունները կեղծ ամսաթվերով ա եղել, հետին ամսաթվերով ա եղել, այսինքն անընդհատ ինչ որ անօրինականություններ են դիմել, որ կարողացել են գործարկել դա։ Մի կողմից աշխատողներին ազատում են ու ասում են մենք աշխատավարձ չունենք եւ չենք տալիս եւ չենք աշխատում ու ամիսներ շարունակ մարդիկ աշխատավարձ չեն ստացել, դիում են դատարաններ, մյուս կողմից իրենք դիում են հանք շահագործելու, իսկ հանք շահագործելու համար մեծ գումարներ են պետք։ Ոստեղ մի պարադոքս է, եթե դու գումար չունես, ոնց ես հանք շահագործում, իսկ եթե դու հանք ես շահագործում, ինչի են աշխատողները, որ գալիս են այդ ծանր պայմաններում աշխատում են, ինչի տարիներ շարունակ դու չես վճարում։ Արդեն 80-ից ավել դատական գործեր կան դատարաններում, շահել են մարդիկ եւ ոչ մի ձևի չեն ստանում իրենց փոխհատուցումը։ Ուզում եմ ասեմ, վաղը մյուս օրը մենք մի փաստի առաջ կկանգնենք, որ այս կարճատև լիցենզիաները, որ տալիս են 8-ից 10 տարվա լիցենզիաներ են տալիս հիմնականում հանք շահագործման համար, դրանից հետո իրանք մաքսիմում կորզում են այն ինչ որ պետք է մեր ընդերքից եւ թողնելու են գնան։ Բոլորը հիմնականում գրանցված են արտերկրում կամ օֆշորային գոտիներում, այո։ Գնալու են, պատասխանատվություն չեն կրելու, այս ամեն ինչի համար միջև այսօր չկա մի օգտագործող, որը ռեկուլտիվացիա անի կամ վերականգնի այն վիճակը, որը նախկինում եղել է, իսկ դա պարտադիր պայման է մեր ընդերքի օգտագործման կանոններում եւ վաղ մյուս օրը մենք մի փաստ առաջ ենք կանգնելու, որ ամբողջ մեր տարածքը վերածվելու է պոչամբարների։ Այսինքն այս աղբակույտի մեջ մենք պիտի շարունակենք կանգնել։ Վերջերս ես ինքս եղել եմ Թուրքիայում եւ թուրքական մի շարք քաղաքներում, որոնք կարող էին եւ ունեն լավ ընդերք եւ կարող են շահագործել այդ հանքերի տեսքով, չէ՞։ Իրենք չեն շահագործում, նաեւ անգամ Բաթման քաղաքում որտեղ կարող են նավթ հանել, իրենք թողնում են նավթը պետք է, այսինքն ըստ պայմանավորվածության պետք է սկսեն շահագործել 2023 թվականից միայն։ Իրենք այսպես խնամքով են վերաբերում իրենց ընդերքին, որովհետեւ հասկանում են թե դա ինչ արժեք ունի։ Մենք նման տեմպերով եւ դատարկում ենք մեր երկրի ընդերքը, որքան կարող է դիմանալ Հայաստանը, որպես այդպեսին, որտեղ կարելի է գոնե բնակվել եւ չհիվանդանալ։ Առաջինը բոլոր հարուստ պետությունները իրենց ընդերքը չեն օգտագործում, այդ թվում եւ ԱՄՆ-ն, ամբողջ այս պատերազմները եւ կոնֆլիկտները հենց այդ ընդերքի հարստության վերաբերյալ է, որ իրենցը չեն օգտագործում, այլ աշխատում են օգտագործել երրորդ երկրների հարստությունները, մենք փաստորեն մեզ վերածել ենք երրորդ երկրի։ Բանանային մի երկրի ենք վերածվել, որը անխնա օգտագործում է։ Եթե ես իմանայի, որ այսօր այս ընդերք օգտագործումից մեր բնակչությունը ինչ որ օգուտ ստանում է, էլի կարող էինք ասենք ծանր վիճակում է, թող մարդիկ ինչ որ ձևի ապրեն։ Մենք այսօր դրանից ոչինչ չենք ստանում, որտեղ այդ հումքը դուրս է բերվում եւ վերջնական վերամշակումը եւ վերջնական պրոդուկտը, արտադրանքը ստացվում է արտերկրում, այսինքն ստեղ մենք որևէ շահույթ չենք ստանում մեր երկրում։ Մանավանդ որ մի քանի տարի, առաջի տարիները նույնիսկ ազատում են հարկեր վճարելուց իրենց։ Եթե 8 տարվա լիցենզիա 2 տարի էլ հարկերից ազատում ես, ինչ է դուրս գալի։ Ի վերջո, եթե ամփոփենք մեր զրույցը, ինչ քայլեր եք սպասում մոտենում է նոր տարին, որը նոր քայլերը կա, երևի թե պլանավորում եւ նաեւ բնապահպանների հետ, հա։ Ինչ եք պլանավորում, ինչ քայլեր են իրականացվելու, որոնք գոնե որոշակիորեն կշտկեն իրավիճակը։ Դե հասարակական կազմակերպությունները ինչ պիտի պլանավորեն։ Հասարակական կազմակերպությունները իրենց ձայնը միշտ բարձրացրել են։ Հիմա մեկ այլ կարևոր խնդիր է Ամուր Սարի հանքավայրը, որ ջերմուկին շատ մոտ է գտնվում եւ
մենք կորցնում ենք փաստորեն մեր ամենամեծ առողջարանը, որը միջազգային նշանակություն ունի եւ հանքային ջրերը եւ առողջարանը որպես առողջարան 2015-ին Ջերմուկում իշխանությունները պատրաստվում, այսինքն իշխանական որոշ օլիգարխներ պատրաստվում մեծ հյուրանոց վերաբացել, Հայատ հյուրանոցը, որը մոտավորապես $20 միլիոն ներդրում է պահանջում եւ կատարվել։ Ձեր կարծիքով եթե որևէ մեկը իմանա ինչպես են նայում իրենք նաեւ եւ հանքի եւ եթե որևէ մեկը իմանա, որ այդտեղ ռադիացիոն ֆոնը բարձր է եւ ջրերը աղտոտված են, որևէ մեկը կգնա այնտեղ հանգստանալ։ Չի կարծում ես ուղղությամբ կարելի աշխատել, եթե աշխատում ենք բոլոր դեպքերում, բացի նրանից, որ ջերմուկն է վտանգված է եւ Սևանը, որովհետեւ դա Սևանի բասեինն է, ամբողջ այդ կեղտաջրերը լցվելու են այդ աղտոտված ջրերը լցվելու են Սպանդարանի եւ Կեչուտի ջրամբար, որը լցվելու է Արփասևանի թունելով Սևանը։ Իսկ Սևանի պահպանության մասին մենք եւ օրենք ունենք եւ հանձնաժողով է ստեղծված եւ հատուկ ծրագրեր կան, այսինքն այդ այնքան ակնհայտ է, որ դրա մասին ընդհանրապես պիտի չխոսեն։ Ու ամենակարևորը, որ ամբողջ աշխարհում արգելված է ցիանով ոսկու կորզումը, այստեղ իրենց ծրագրում բացահայտ գրված է, որ ցիանով են կորզելու։ Դա առողջության համար ավելի Դա ամենաուժեղ թույնն է, որը ընդհանրապես արգելված է աշխարհում օգտագործել դա։ Ու իրանք բացահայտ դա գրել են, նույնիսկ չեն էլ թաքցնում ու ստացել են դրական եզրակացություն։ Մենք պայքարելու ենք բոլոր դեպքերում, բայց դրա համար բացի նրանից, որ հասարակական կարծիքը կձևավորվի եւ մարդիկ ամբողջ գնդեվազի ժողովուրդը քանի ամիսը պայքարում է, ջերմուկցիներն են պայքարում, խոսում ենք դրա մասին։ Պետք է բարի կամք լինի, պետք է մեր իշխանությունը մտածի, մեր պաշտոնյաները պետք է մտածեն, որ այսօրով չպետք է ապրել, պետք է մտածել, թե վաղը մենք ինչով ենք ապրելու եւ մենք ինչ ենք թողնում մեր ապագա սերունդներին։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ այս բնությունը ինքը պարտքով է վերցրել իր ապագա սերունդներից եւ նույն ձևի պետք է վերադարձնի։ Սա ժառանգություն չի, որ մենք այսօր օգտագործենք եւ ժառանգենք։ Այսօր մենք պարտքով վերցրած բնությունն ենք օգտագործում եւ նույն ձևի պիտի վերադարձնենք։ Եթե այդ գիտակցությունը լինի յուրաքանչյուրիս գլխում, ես կարծում եմ, որ ինչ որ բան կփոխվի։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հետաքրքիր զրույցի համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։